Զանգեզուրի միջանցք շատ է խոսվում այս նախագծի մասին, թե բացահայտ, թե կուլիսներում։ Այսօր կփորձենք հասկանալ ինչ է իրականում միջանցքը, որտեղ է դրա ծագման իրավական եւ քաղաքական հիմքը եւ ամենակարևորը, ինչպիսի իրական վտանգներ այն պարունակում Հայաստանի համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը շատերի մոտ դարձել է այսպես կոչված միջանցքի լեգիտիմության աղբյուր։ Ըստ այդ կետի տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, կողմերի հսկողության ներքո։ Սակայն այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, այդ կետը չի պարունակում միջանցք եզրույթը։ Ավելին, այն չի նախատեսում որևէ տարածքի հանձնման կամ Հայաստանի տարածքով հատուկ կարգավիճակով ուղու ստեղծման գաղափար։ Այսինքն Հայաստանը պարտավորվել է ապահովել տրանսպորտային հաղորդակցություն, ոչ թե զիջել վերահսկողություն իր սուվերեն տարածքի նկատմամբ։ Այս կետում խոսվում է տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին, սակայն չկա որևէ հիշատակում միջանցքի կամ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման վերաբերյալ։ Իսկ հիմա հերթով։ Զանգեզուրի միջանցք կոչվող նախագիծը վերաբերում է մի կապուղու, որը ենթադրաբար պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, կապելով Ադրբեջանի արևմտյան շրջանները, Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Այդ երթուղին Ադրբեջանը ներկայացնում է որպես միջանցք, այսինքն մի տարածք, որը կունենա արտոնյալ կարգավիճակ առանց հայկական վերահսկողության։ Այսպես պատկերացնում են պաշտոնական Բաքվում, որտեղ այս նախագիծը դիտարկում են որպես 44-օրյա պատերազմն իրենց օգտին ավարտելու տրամաբանական շարունակություն, ռազմավարական ճանապարհ դեպի Նախիջևան եւ Թուրքիա։ Թեև 2023 թվականի հոկտեմբերից Բաքուն իդեմս Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի տարբեր մակարդակներով սկսել է հայտարարել, որ այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի բացման նախագծով ու պլանավորում է այդ ծրագիրն իրականացնել Իրանի տարածքով, սակայն հարցը շարունակում է պարբերաբար հայտնվել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, ամենաբարձր մակարդակում։ Հայաստանը մերժում է միջանցք եզրույթը պնդելով, որ խոսքը կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին, Հայաստանի օրենքներին եւ ինքնիշխանությանը ամբողջապես համապատասխան։ Պաշտոնական Երևանի համար միջանցք բառը դիտարկվում է որպես սպառնալիք տարածքային ամբողջականությանը։ Վերջին տարիներին Հայաստանի պաշտոնյաները պարբերաբար շեշտում են, որ իրենք պատրաստ են բացել հաղորդակցային ուղիներ, սակայն բացառվում է որևէ միջանցքային տրամաբանություն։ Մասնավորապես դեռ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում էր. «Ոնց եք ուժով վերցնելու Զանգեզուրի միջանցքը»։ 2023 թվականին ասում էր. «Զանգեզուրի միջանցք չի կարող լինել»։ Իսկ արդեն 2025-ին նշում է. «Մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի»։ Իրանը նույնպես կտրականապես դեմ է ցանկացած միջանցքի գաղափարին։ Թեհրանի համար Սյունիքի մարզը կարևոր ռազմավարական դիրք է։ Իրանական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում տարածքային փոփոխություններ չեն հանդուրժի եւ որ իրենք դեմ են սահմանի փոփոխմամբ միջանցք ստեղծելու գաղափարին։ Իրանը այս հարցում բացահայտորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կարելի ասել սպառնում Ադրբեջանին, ոչ դիվանագիտական քայլերով, եթե հանկարծ Բաքվից որոշեն միջանցք կոչվածը ստանալ ռազմական ճանապարհով։ Բաքու այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ երկրները չպետք է տենչան միմյանց հողերին։ Ըստ նրա, Իրանը դեմ է Ադրբեջանի ցանկությանը վերահսկելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը անվանել է Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։ Իր հերթին Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների գծով ավագ փորձագետ Սեյեդ Մորսեդա Նասերան հայտարարել է, թե Ադրբեջանը ներկայումս կապված է Նախիջևանի հետ իրանական հողի միջոցով եւ թվում է, թե Ադրբեջանը ձգտում է քաղաքական եւ տարածաշրջանային իշխանության, կառուցելով Զանգեզուրի միջանցքը։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային եւս պարբերաբար հայտարարում է, որ Իրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն ընդգծում է, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն։ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Զանգեզուրի միջանցքի գաղափարին, այն դիտարկելով որպես թուրքական աշխարհը միավորող ռազմավարական նախագիծ։ Ըստ թուրքական կողմի, այդ միջանցքը պիտի որ ապահովի ուղիղ ցամաքային կապ Թուրքիայից դեպի Կասպից ծով, Կենտրոնական Ասիա եւ նույնիսկ Չինաստան։ Անկարան բացահայտ աջակցում է Բաքվի դիրքորոշմանը միջանցքի հարցում։ Այդուհանդերձ դեռ 2 տարի առաջ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, թե Զանգեզուրի միջանցքի հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։ Այլ կերպ ասած, երկու մուսուլմանական երկրների խնդիր է։
Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովվեցնում է եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային։ Անկարայից այս թեման օրակարգում պահողը Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է։ Ընդամենը օրեր առաջ նա նշել է, թե Զանգեզուրի միջանցք ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Վրաստանը հարցին մոտենում է զգուշավորությամբ։ Մի կողմից երկիրը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, մյուս կողմից հնարավոր սպառնալիք է տեսնում այսպիսի ուղու ստեղծման մեջ, քանի որ դա կարող է նվազեցնել իր տարանցիկ նշանակությունը։ Վրացական կողմը միաժամանակ շահագրգռված է պահպանել լավ հարաբերություններ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Վրաստանը մի կողմից չի ուզում հակասել Անկարային կամ Բաքվին, մյուս կողմից հասկանում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Վրաստանի տարանցիկ դերը կարող է էապես նվազել։ Նավահանգիստները, Փոթին, Բաթումը կարող են դուրս մնալ ռեգիոնալ փոխադրումների գլխավոր ուղիներից։ Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել մի միջադեպ, որը թեև լայն արձագանք չունեցավ հայկական մեդիայում, սակայն կարևոր նշանակություն ունեցավ բանակցային գործընթացի դիրքավորման process-ում։ 2023 թվականի հոկտեմբերին Վրաստանի ընդդիմադիր Մթավարի արխի հեռուստաընկերությունը, որը այժմ փակված է, ներողություն խնդրեց եթերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսելիս օգտագործած տեսանյութերի եւ տեղեկատվության համար։ Ըստ հեռուստաընկերության տարածած հաղորդագրության, պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար Մթավարի արխի հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել եւ ափսոսանք հայտնել։ Իսկ ինչ խոսույթ է բանեցնում պաշտոնական Բաքուն հիմա Ալիևի, իր օգնականների եւ խոսափողների մակարդակով։ Ալիևի վերջին հստակ հայտարարությունը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ եղել է տարեսկզբին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի եւ կբացվի, եւ որքան շուտ դա հասկանանք մենք, հայերս, այդքան լավ։ Չնայած դրան, խոսափողներից օգնական Հաջիևը հայտարարել է, թե այդ երթուղին Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, իսկ նախագիծը կարող են իրականացնել Իրանի հետ։ ԱԳՆ-ից էլ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե չնայած Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր եւ ստորագրված պարտավորություններին, Հայաստանը 4 տարվա ընթացքում չի կատարել այդ պարտավորությունները։ Ադրբեջանցի քաղաքագետ Ասիֆ Նարիմանլին օրեր առաջ ասել է, թե հայկական կողմը վախենում է Զանգեզուրի միջանցքի մասին խոսելիս եւ որ նույնիսկ եթե Հայաստանը չընդունի դա, այն հստակ պայման է։ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը հնարավոր է միայն այս համատեքստում։ Այսպիսով, ինչու է այս թեման բացարձակ կարմիր գիծ Հայաստանի համար։ Տարածքային ամբողջականության վտանգ, ցանկացած միջանցք, որից Հայաստանը չունի հսկողություն, նշանակում է տարածքային եւ սուվերենության զիջում։ Սյունիքի մեկուսացում։ Սյունիքը, որը ստրատեգիական նշանակություն ունի որպես կապ Հայաստանի եւ Իրանի միջև, կհայտնվի միջազգային ճնշման եւ կիսաարտաքին ուժերի հսկողության ներքո։ Ապագա շանտաժի ռիսկ։ Եթե Հայաստանը զիջի այս պահանջին, ապագայում նույն տրամաբանությամբ կարող են առաջադրվել նոր պահանջներ կապված Լոռու, Տավուշի, նույնիսկ Արարատի կամ Սևանի շրջանների հետ։ Նախադեպի վտանգ։ Սա կարող է դառնալ նախադեպ, որով հնարավոր կլինի ճնշումների միջոցով խաթարել Հայաստանի սահմանների անխախտելիությունը։ Հայաստանին պարտադրվում է նարատիվ, ըստ որի պատերազմում պարտված երկիրը պետք է զիջի ոչ միայն տարածքներ, այլև ինքնիշխանություն։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չի կարող դիտարկվել որպես տրանսպորտային կապի խնդրի պարզ լուծում։ Այն քաղաքական ծրագիր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը սպառնացող ռազմավարական ճնշմամբ։ Հետևաբար, հայկական պետական մտածողության հիմքում պետք է լինի ոչ միայն անվտանգություն, այլև արժանապատվություն։ Սյունիքը պարզապես մարզ չէ, այն պետականության ողնաշարն է։ Եվ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, հետագա տարիներին գործընթացը փաստացի կենտրոնացել է միայն Ադրբեջանը Նախիջևանին Հայաստանի տարածքով կապող ուղու վրա։ Սա միաժամանակ անտեսում է այն իրողությունը, որ հենց Հայաստանը 1990-91 թվականներից ի վեր գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ինչն առ այսօր չի վերացվել։ Արդյունքում ապաշրջափակում հասկացությունն օգտագործվում է միակողմանի Հայաստանի շահերը դուրս թողնող կերպով։